Եվրոպական միություն Հայաստան քաղաքասարակության պլատֆորմը կենտրոնանում է 3 պարզ առաջնահերթությունների վրա՝ համաձայնագրի իրականացում, ժողովրդավարական դիմակայունություն եւ տնտեսական ու սոցիալական զարգացում։ Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահի ձևակերպումն է։ Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը, սա ստեղծում է բազմաթիվ հնարավորություններ, շուկաների հասանելիություն, ներդրումներ, նորարարություն, սակայն չպետք է մոռանանք սոցիալական բաղադրիչը, արժանապատիվ աշխատանք, հմտություններ, արդար աշխատանքային պայմաններ։ Սա էական է։ Կոմիտեն խորապես հավատում է ինստիտուցիոնալացված սոցիալական երկխոսությանը։ Մենք ճանաչում ենք Հայաստանի դերը տարածաշրջանում եւ նրա ջանքերը ուղղված խաղաղության եւ կայունության ապահովմանը։ Այս համատեքստում դիմակայունությունը առանցքային է՝ տնտեսական, ժողովրդավարական եւ սոցիալական։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև ակտիվ քննարկման փուլում են տարածաշրջանային կապակցվածության մի շարք նախաձեռնություններ, որոնք համահունչ են Եվրամիության գլոբալ դարպաս ռազմավարությանը, ինչպես նաեւ կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Վերջին տարիներին Հայաստանը եւ Եվրամիությունը արձանագրել են էական առաջընթաց հարաբերությունների զարգացման գործում։ ՍԵՊԱ-ի իրականացումը դարձել է մեր համագործակցության առանցքային հենքը։ Կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է թիրախավորված քայլեր ապահովելու համաձայնագրի արդյունավետ իրագործման ընթացքը։ Մենք արձանագրել ենք առաջընթաց դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, հանրային կառավարման, ինչպես նաև ոլորտային համագործակցության այլ ուղղություններով։ Հայաստանը շարունակելու է իր ուղին հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա։ Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը այս ճանապարհին առանցքային նշանակություն ունի եւ մենք վճռական ենք այն առավել խորացնելու իշահ մեր քաղաքացիների։ Եվրոպական միության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարտակոսը տեսաուղերձով դիմեց, նշելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձևավորվող խաղաղությունը բերել է պատմական նշանակության փոփոխություններ։ Կայուն խաղաղություն հնարավոր չէ առանց քաղաքացիական հասարակության։ Երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերը շատ լավ նորություն են։ 2026 թվականը կարևոր տարի է Հայաստանի համար։ Հունիսին դուք ընտրություններ կանցկացնեք։ Եվրոպայի ամբողջ տարածքում ժողովրդավարությունները աճող ճնշման տակ են։ Ինքնակալ ռեժիմները չեն առաջնորդվում նույն բարոյական եւ իրավական կանոններով, ինչ ժողովրդավարությունները։ Նրանք շահագործում են բաց հասարակությունները, օգտագործում են ապատեղեկատվություն, մեծ գումարներ են ծախսում քարոզչության վրա եւ միջամտում են դրսից։ Մենք դա տեսել ենք Մոլդովայում, Ռումինիայում եւ Լեհաստանում։ Մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ ճնշումների նաեւ Հայաստանում, ընտրությունների մոտենալուն զուգընթաց։ Ձեր դերը կլինի առավել կարևոր, քան երբևէ։ Ես մի մեծ խնդրանք ունեմ։ Մնացեք զգոն, պահպանեք պահանջկոտությունը եւ շարունակեք պայքարել այն արժեքների համար, որոնց հավատում եք։ Դուք ժողովրդավարության հենասյունն եք։ Առանց ձեզ ժողովրդավարական Հայաստանը չի կարող գոյատևել։ Ահա թե ինչու Եվրոպական միությունը եղել է եւ կմնա ձեր ամենաուժեղ աջակիցը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն էլ ընդգծեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն բազմաթիվ բարեփոխումներ են իրականացնում։ Բրյուսելից ժամանած կարևոր գործընկերների ներկայությունը, ինչպես նաև առաջիկա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը փաստացի արդեն Հայաստանը բերում են Եվրոպայի կենտրոն։ Հայաստանն արդեն լավ ճանաչված է Եվրոպայում։ Այն ունի յուրահատուկ մշակույթ եւ պատմություն, ինչը բարձր է գնահատվում։ Եվ ես իսկապես հավատում եմ, որ դուք Եվրոպայի սրտում եք։ Եվրոպական քաղաքակրթությունը շատ բան է պարտական Հայաստանի մշակույթին եւ պատմությանը, սակայն կարևորն այն է, որ դուք շարունակում եք այս ավանդույթը, ստեղծում եք ավելի լավ պայմաններ ձեր ժողովրդի համար, որն ունի ձգտումներ։ Եվ հենց այսպիսի ձգտումներն են մեզ միավորում ավելի լավ կյանքի, ավելի մեծ բարեկեցության, ինչպես նաև ընդհանուր արժեքների ձգտումները։ Պանելային քննարկումներ եղան մի շարք ուղղություններով։ Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը վերաբերող քննարկմանը նախարար Սրփուհի Գալյանը նշեց, որ ՍԵՊԱ-ի շրջանակում 3 հիմնական միջոցառում ունեն իրականացնելու՝ խտրականության դեպքերի կանխարգելում, անձնական տվյալների պաշտպանություն եւ դատաիրավական բարեփոխումներ։ Պանելային քննարկումներից հաջորդը վերաբերում է ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը եւ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը։ Կառավարությունն ունի շատ հստակ հանձնառություն վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում եւ ուրախ եմ, որ որպես գլխավոր բանակցող, երբ որ ստացել եմ գործողությունների ծրագիրը, այն լիարժեքորեն համընկնում է կառավարության այս պայծրությամբ ունեցած ռեֆորմային օրակարգի հետ, եւ սա է նաեւ վստահություն տալիս մեզ պնդելու, որ վիզաների ազատականացումը իրատեսական է,
կառավարության կողմից ձեռնարկված քայլերը եւ նաեւ ընթացքի մեջ գտնվող քայլերը պատշաճ ժամկետում իրականացվելու պայմաններում եւ դրանք պիտի իրականացվեն պատշաճ ժամկետներում իրականացվելու պայմաններում վիզաների ազատականացում ըստ էության շատ իրատեսական է։ Տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը եւ խաղաղության գործընթացի առաջխաղացմանն էր վերաբերում երրորդ պանելային քննարկումը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հարց ուղղվեց, թե ցնցումներով լի տարածաշրջանում որոնք են Հայաստանի արչեւ խաղաղության գործընթացում եւ անվտանգային լրջագույն մարտահրավերները։ Միանշանակ է, որ խաղաղությունը նպաստել է, որպեսզի մեր վրա այլ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը հնարավորինս մինիմալ լինի։ Չի ասի, որ դա մեզ վրա չի ազդում, բայց միանշանակ է, որ այն անկայունությունը, որը կար, եթե մենք խաղաղություն չունենայինք, ապա մեզ վրա դա ավելի մեծ ազդեցություն կունենար եւ այս առումով ավելի է կարևոր դառնում խաղաղությունը եւ խաղաղության բերած արդյունքները։ Հայաստանին եւ Եվրոպական միությանը կապող ամենամեծ գործոնը ժողովրդավարությունն է, նշեց Արմեն Գրիգորյանը, հավելելով, որ խաղաղության գործընթացը նաեւ նոր հնարավորություններ է բերել։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, Լուրեր։